Շիրակի մարզում սուրշնչառական վարակների դեպքերը ըստ մասնագետների այս պայդրությամբ չեն գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Թեպետ աշնանային եղանակին բնորոշ է նման վարակների աճը, առողջապահական համակարգը գործում է բնականon հունով եւ համաճարակային լարված իրավիճակ չի արձանագրվել։ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Լուսինե Նազարյանի խոսքով այս սեզոնին բնորոշ դիմելիության աճ նկատվում է եւ մանկահասակների եւ մեծահասակների մոտ։ Բոլոր տեսակի ինֆեկցիաները եւս գրանցվում են այս սեզոնին։ Հիմնականում վերին ինֆեկցիաները։ Մեկ ամիս առաջ էր նույն դեմելիությունը, այժմ եւս նույն դեմելիությունն է։ Նազարյանի խոսքով գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են եւ ռիսկի խմբի անձինք, երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք մեծամասամբ կամավոր են դիմում պատվաստման։ Շտամերը շատ են։ Ամենայն դեպս մեր մոտ միայն որոշում է COVID-19 եւ գրիպը A եւ B տիպը մենք ունենք ռապիդ տեստեր եւ դրանցով կարողանում ենք կողմնորոշվել պացիենտը այդ վարակներով այս պահին վարակված է թե չէ։ Բոլորին ախտանշանները համարյա թե նույնն է, ուղղակի COVID-19 եւ գրիպի դեպքում նրանք ավելի արտահայտված են, քան այլ շնչական վարակների դեպքում։ Չեմ բացառում, որ այլ շնչական վարակներ եւս լինեն։ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանը եւս հաստատում է, որ մարզում համաճարակային իրավիճակը կայուն է եւ վերահսկելի։ Վիրուսը ինքը շատ արագ մուտացիայի ենթարկվող է։ Բնականաբար ամեն սուրշնչական վարակի սրացման ժամանակ ամեն սեզոնին տարբեր շտամներ են ի հայտ գալիս, դա որևէ ինչ-որ կատաստրոֆա չէ, դա նորմալ է։ Պաշտոնյանն ընդգծում է, պատվաստումների գործընթացը ընթանում է ըստ ազգային պատվաստումային նորացույցի եւ ընդգրկվածության մակարդակը մոտ է սահմանված նորմերին։ Ճիշտ է, որոշակի խնդիրներ կան, մենք ազգային նորացույցով ենք շարժվում, բացի այն, որ սուրշնչական վարակների հետ կապված սեզոնային պատվաստումներ են լինում ռիսկի խմբի շրջանում գտնվող ազգաբնակության համար եւ նաեւ ընդհանուր ազգային նորացույց կա, պատվաստումային ազգային նորացույց, գիտեք, տարիքային խմբեր են, որոշակի պատվաստանյութեր են, այս առումով ընդգրկվածության առումով դա շատ կարևոր է, որովհետև կառավարությունը հստակ հանձնարարական ունի տրված, որ սահմանված նորմերի մեջ պետք է լինի մեր մարզում տվյալները այնպիսին են, որ սահմանված նորմերին մենք մոտ ենք։ Մասնագետները հորդորում են բնակիչներին պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել ինքնաբուժումից եւ ժամանակին դիմել բժշկի։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այն ներառել է ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղության խաչմերուկ նախագծին։ Պատվիրակության անդամները ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ շրջել են նաև ազգային ժողովի շենքում, ծանոթացել շենքի պատմությանն ու պայմաններին։ Կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախագծի ընդունմամբ էականորեն արագանալու է կենսաթոշակների նշանակման գործընթացը, կրճատվելու է քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։ Առավել մանրամասն ներկայացրել է ոլորտի պատասխանատուն։ Տվյալների առումով մենք աշխատանքային ստաժի կանոնները բաժանել ենք 3 խմբի։ Մինչև 92 թվականը, 92-ից 2004 թվականը, 2004-ից 13 թվականը եւ 13 թվականից հետո։ Այս ժամանակահատվածները, որ բաժանել ենք եւ իրավական կարգավորումներն էլ տարբեր են, իրականում պայմանավորված են, թե որքանով արկա են տվյալներ, բազաներ։ Մինչև 92 թվական դա խորհրդային ժամանակահատվածն է, աշխատանքային ստաժը հաստատում է բացառապես միայն աշխատանքային գրքույկով, թե եթե մարդը գրքույկ չի պահել աշխատանքի ընդունման, ազատման մասին, արխիվային փաստաթղթեր, տեղեկանքներ եւ այլն։ 92-ից 2004 թվականը մեզ համար ստաժ հաստատելու ոչ բարենպաստ ժամանակահատվածն է, որովհետեւ այս ժամանակահատվածում կարծում եմ հասկանալի է ինչու օբյեկտիվորեն տվյալները չեն պահպանվել։ Եվ այստեղ մենք ստաժը հաստատելու մասով ոչ թե չեն պահպանվել, այլև հիմնականում չեն պահպանվել կամ ամբողջությամբ չեն պահպանվել։ Եվ այստեղ մենք հիմնական խնդիրներ ունենում ենք 92-ից 2004 թվականը։
2004-ից 13 թվականը մինչև այսինքն ներառյալ 12 թվականը արդեն անձնավորված հաշվարկման ժամանակահատվածն է, տվյալները բավականին մենք ունենք, եւ 2013-ից հետո, 13-ին եւ դրանից հետո արդեն հարկային հաշվարկման բազան է, ժամանակահատվածն է, հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում տվյալներն ամբողջությամբ առկա են։ Այսինքն ասում եմ մեր աքելեսյան գարշապարը ստաժի հաստատելու դա 92-ից 2004 թվականն է։ Եվ այս կառավարության որոշմամբ փորձել ենք բարձրացնել, հեշտացնել հատկապես այդ ժամանակահատվածի ստաժը հաստատելու կանոնները։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ մենք արդեն սահմանել ենք առանցին դեպքեր, երբ բավարար էր միայն աշխատանքային գրքույկը ստաժը հաստատելու համար այս ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, 92-ից մինչև 13 թվականը ստաժը հաստատվում է գրքույկով եւ բացի գրքույկից անպայման պիտի լինի սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը։ Այսինքն 92-ից մինչև 2012 թվականը ներառյալ եթե ունեմ միայն աշխատանքային գրքույկ, դա բավարար չի, որպեսզի աշխատանքային ստաժը հաստատվի։ Թե ինչու օբյեկտիվորեն իրավապրակտիկայում այս փաստը քննարկվել է, բազմիցս ներկայացվել է, չեն աշխատել գործառներ եւ այլն, բայց եւ աշխատողներին չեն ազատել, մեկ էլ 2004 թվականին կամ 2003 թվականին թվականին ազատել են կնիքով եւ այլն, այսինքն պատշաճ գրառումներ կատարել են, բայց ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը այդ տարիներին չի աշխատել։ Իսկ կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության համար եւ ոչ միայն աշխատանքային, այլև աշխատած եւ այդ տարիների համար կենսաթոշակի իրավունք տվող վճարը կատարելու համար։ Այս ժամանակահատվածում մենք առանձնացրեցինք այն կազմակերպությունները, որոնք այդ տարիներին հիմնականում աշխատել են։ Եվ այս կազմակերպություններին աշխատանքային գործունեության վերաբերյալ, եթե մենք ունենանք ընդունման ազատման տվյալներ, իսկ դա հիմնականում աշխատանքային գրքույկն է, կարող են լինել նաև արխիվային տեղեկանքներ կամ գործատուն կարող է տեղեկանքներ տալ, եթե մինչև այսօր շարունակում է գործունեությունը կամ իրավահաջորդն է։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում մենք այլևս սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր չենք պահանջի։ Կառաջնորդվենք միայն աշխատանքային գրքույկով։ Իսկ ներողություն, ձեր փորձը ինչ է ցույց տալիս, հիմնականում մարդկանց մոտ եղած փաստաթղթերից պակասում է այն մնացածը եւ աշխատանքային գրքույկներ ունենում են իրենց ձեռքի տակ։ Տեսեք ինչու՞մն է բանը։ Մենք ունենք նաև այդ հնարավորությունը օժանդակելու քաղաքացուն, երբ որ աշխատանքային գրքույկը չի պահպանվել։ Որևէ պատճառով կորցրել է, վայրվել է, չգիտեմ, չկա հիմա այդ գրքույկը։ Բայց մարդ աշխատել է, ոչ ես կարող թույլ տալ, որ իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, ասում է, զրոյացվի։ Ինքը հայտարարություն է տալիս այդ դեպքում, եւ մենք փորձում ենք իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություններն ինքներս հավաքագրել։ Հարցումներ ենք կատարում արխիվի ցուցմամբ, գործատուին ենք հարցում անում, իրավահաջորդ գործատուին ենք հարցում անում։ Այսինքն այն դեպքում, երբ որ չկան այդ տվյալները, փորձում ենք հարցը կարգավորել։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոնից բաղկացած շարժակազմով Ռուսաստանի Դաշնությունից ճանապարհվել էր նոյեմբերի 1-ին, նոյեմբերի 6-ի գիշերն արդեն Այրոմ կայարանում էր, մեկնարկային կետից անցնելով մոտ 800 կիլոմետր ճանապարհ։ Ադրբեջանի տարածքով մոտ 680 կիլոմետր ճանապարհ անցնելով եւ Վրաստանի տարածքով մոտ 100-110 կիլոմետր ճանապարհ անցնելով բեռը կժամանի։ Սա կարևոր իրադարձություն է ընդհանրապես ենթակառուցվածքների դիվերսիֆիկացման եւ ապաշրջափակման համատեքստում։ Проблем при пересечении никаких не было. Սահմանային անցակետերում խնդիրներ չեն եղել, ոչ տեխնիկական, ոչ կազմակերպչական։ Ամեն ինչ կազմակերպվել է երկաթուղային հաղորդակցության ոլորտում գործող նորմատիվների շրջանակում։ Սա պատմական իրադարձություն է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի դիտարկումն է։ Ճանապարհը կանոնավոր օգտագործվել է մինչև 1991-ի սկիզբ, դրանից հետո անկանոն գրաֆիկով։ Վերջին վագոններն այս ճանապարհով Հայաստան են մտել 1993-ին, 3 տասնամյակից ավելի ուղղակի չի գործել։ Փաստացի, եթե հասնենք նրան, որ ի վերջո անխափան այս ճանապարհը գործի բոլոր ապրանքների եւ բոլոր երկրների համար, ապա
Չինաստանը եւ Հայաստանը երկաթուղային ուղիղ կապով կկապվեն իրար հետ եւ Հայաստանը եւ Եվրոպան երկաթուղային կկապվեն։ Սա առանցքային նշանակություն է։ Քառորդ դարից էլ երկար չգործող ուղին նորից գործարկել հնարավոր է դարձել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում վավերացված համաձայնագրով։ Ըստ էության Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդեն գործնական ստարտն է, որը նպաստելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացմանը։ Վերաբացված ճանապարհը, որը Հայաստանին հնարավորություն է տալու անխափան ընթացքով ապրանքներ ներմուծել եւ արտահանել, տնտեսության ոլորտում նոր ակնկալիքներ է բերում օրակարգ։ Տրանսպորտային այս ուղին նախնական գնահատականներով եւ հաշվարկներով տնտեսապես բավականին նպատակահարմար է, ավելի քիչ ծախսատար, հետեւաբար մեր երկրի մրցունակությունը էականորեն կավելացնի, մեր ապրանքների մրցունակությունը էականորեն կավելացնի եւ իհարկե Հայաստան ներկրվող ապրանքների գների վրա կունենա դրական առումով ազդեցություն։ Բնականաբար չենք կարող միանգամից ակնկալել, որ բոլոր այն ապրանքները, որոնք որ այս ճանապարհով կգան, կարող են միանգամից իրենց գինը իջնել, բայց որպես գործոն դրական ուղղությամբ է ազդելու գների վրա։ Ռուսաստանից Հայաստան ուղարկված ցորենը մասնավոր ընկերության բեռ է։ Էկոնոմիկայի նախարարը անկեղծացել է, հեշտ չէր աշխատել մասնավոր ընկերությունների հետ, քանի որ ընթացքի հրապարակայնությունը գուցեև խանգարեր process-ին, բայց աշխատանքն իրականացվել է, մասնավորից արձագանքները կառուցողական են։ Կան ընկերություններ, որոնք որ հետաքրքրված են երկաթուղով այլ ապրանքներ Հայաստան ներմուծելու, կան ընկերություններ, որոնք որ սպասում են նաև հնարավորությանը, որպեսզի ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնեն, այդ թվում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այսինքն այս առումով մեր մասնավոր հատվածը բավականին արագ արձագանքեց եւ իրականում իրենց համար սա շատ սպասված իրադարձություն է, շատ ռացիոնալ են գնահատում այս ամեն ինչը եւ փաստացի եկեք արձանագրենք, որ հաստատված խաղաղության առաջին տնտեսական արդյունքները, պտուղները մենք արդեն տեսնում ենք։ Նույն քանակի մոտ 1000 տոննայի չափով բեռնված հացահատիկով մի գնացք էլ Ղազախստանից շուտով կհասնի Հայաստան, հիմա դեռ Ադրբեջանում է կախված ճանապարհների ծանրաբեռնվածությունից մոտ 3 օրից։ Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն անդրադարձել է TRIP-ի նախագծին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման արդյունքում։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, այդ երթուղին անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով եւ կխթանի Կասպից ծովից այն կողմ առևտրային ակտիվությունը, ինչպես նաեւ կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Թրամփն ընդգծել է, որ նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական համաձայնագրի արդյունքում։ Կողմերն այն անվանել են իմ անունով Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Իսկապես գնահատում եմ այդ փաստը, հիանալի համաձայնագիր է։ Վստահ եմ, որ այստեղ ներկաները կօգտվեն դրա հնարավորություններից, նշել է Թրամփը։ Ղազախստանի նախագահն էլ աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփի խաղաղապահ նախաձեռնություններին, այդ թվում TRIP-ի նախագծին, որը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համոզմամբ կարող է նպաստել միջին միջանցքի զարգացմանը։ ԱՄՆ նախագահը վճռորոշ ներդրում է կատարում ավելի անվտանգ, կայուն եւ բարգավաճ աշխարհ ապահովելու գործում, ընդգծել է Ղազախստանի ղեկավարը։ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը մեկնել է Բաքու, Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի, Հունաստանի, Հունգարիայի, Չեռնոգորիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների տեղակալները հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործակցության հեռանկարը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած համաձայնություններին եւ խաղաղության հեռանկարին, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագրերին։ Ղազախստանը որոշել է միանալ Աբրահամյան համաձայնագրերին, այդ մասին հայտարարվել է Ղազախստանի նախագահի եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրների ղեկավարների Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում։ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ինքը Տոկաևը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գերազանց հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ստորագրման արարողության մասին կհայտարարվի շուտով։ Արևմտյան զլմները գրում են, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը միանալը նախ եւ առաջ խորհրդանշական քայլ է, որի նպատակն է աջակցել մերձավոր
արևելքում խաղաղության հասնելու Թրամփի ջանքերին։ Ղազախստանի կառավարության հայտարարության համաձայն Աբրահամյան համաձայնագրերին միանալը երկրի արտաքին քաղաքական կուրսի բնական եւ տրամաբանական շարունակությունն է հանուն տարածաշրջանային կայունության։ Նաեւ Ղազախստանը եւ Միացյալ Նահանգները կարևոր օգտակար հանածոների ոլորտում գործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Առևտրատնտեսական համաձայնագիր են կնքել նաեւ Միացյալ Նահանգները եւ Ուզբեկստանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Տաշկենտը 3 տարվա ընթացքում շուրջ 35 միլիարդ դոլար կներդնի ամերիկյան տնտեսության մեջ ապրանքների գնումների եւ այլ գործարքների միջոցով։ Իսկ առաջիկա 10 տարում այդ թիվը կհասնի 100 միլիարդի։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի դեմ գործող պատժամիջոցները, բանաձևի նախագիծը մշակել էր Վաշինգտոնը։ Այն ընդունելու համար հարկավոր էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան վետո չկիրառեն։ Ռուսաստանն աջակցություն է հայտնել նախաձեռնությանը, Չինաստանը ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Պեկինի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստաթղթում բավարար անդրադարձ չկա Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգային իրավիճակի վերաբերյալ Չինաստանի մտահոգություններին։ Ակնկալվում է, որ նոյեմբերի 10-ին Ահմեդ Աշ-Շարան Սիրիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն եւ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բարձր է գնահատում Դամասկոսում իշխանափոխությունից հետո Աշ-Շարայի ջանքերը։ Դա դժվար տարածաշրջան է, նա ուժեղ մարդ է, մենք լավ հարաբերություններ ունենք։ Սիրիայում էլ առաջընթաց կա, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Սրբազան հոր ժամանակացույցը Կիրակի նոյեմբերի 30-ին Սուրբ Անդրեաս Առաքյալի տոնի օրը կսկսվի հայ առաքելական եկեղեցում Մայր տաճարում աղոթքով։ Այսպիսով Հռոմի Պապ Լևոն 14-րդը առաջին արտասահմանյան այցելության ընթացքում կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում։ Խորհրդանշական աղոթքին անդրադառնում են միջազգային լրատվամիջոցներ ու նաև Թուրքիայում հրապարակվող հայկական թերթեր։ Նախորդին Բոլսո Պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը հյուրընկալեց Վատիկանի այն բարձրաստիճան եկեղեցականը, որը համագարկում է Սրբազան քահանայապետի ուղևորության ծրագիրը, Սրբազան Պապը պիտի Պոլսիայոց Պատրիարքության ուրեմն պիտի դա իր եղբայրական այցը։ Չնայած անվտանգությունից ելնելով Հռոմի Պապի այցի ծրագիրը ամբողջությամբ հրապարակված չէ, բայց ըստ տեղեկությունների Պոլսո հայոց Պատրիարքը եւ Հռոմի Սրբազան քահանայապետը միասնապար պիտի աղոթեն Պոլսո հայոց Պատրիարքարանի եւ ուրեմն հարագից Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր եկեղեցու ուրեմն համալիրեններս։ Պապի այցը Թուրքիա Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով է։ Վատիկանյան աղբյուրների բնորոշմամբ այդ կերպ Հռոմի Պապն ընդգծում է եկեղեցու միասնության գաղափարի վերաիմաստավորումը ժամանակակից աշխարհում։ Ստամբուլում հրապարակվող ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը պատմում է Հռոմի Պապի այցին 1 ամիս կա, բայց արդեն բազմակողմանի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Տիեզերական պատրիարքը Նիկեայի շրջանում է։ Այցելությունը դեղի պիտի ունենա Թուրքիայի Հանրապետության նախագահի եւ ուղղապարած տիեզերական պատրիարքի համատեղ հրավերով։ Այս այցելությունը դարձավ հատկանշական երկու առումով, առաջինը արդեն համաքրիստոնեական նշանակությամբ այս միջոցառումն էր, իսկ երկրորդը բնորոշվում է այն ձևով, որ Սրբազան Պապը գահագալության շրջանի առաջին ուրեմն արտասահմանյան ուղևորությունը իրականացնում է։ Բայց մինչև Հռոմի Պապի այցելությունը նախապատրաստական փուլում է, այս շաբաթ արդեն իսկ երկու կարևոր այցելություն եղել է Թուրքիա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Երկար ժամանակ տարիներ ստեյցիան նման այցելություններ եվրոպական երկրների մակարդակով, այդպես իրար հետևից, այսպես անմիջապես չէին եղել ըստ էության, եւ դա պայմանավորված էր Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների լարվածությամբ, որովհետև Էրդողանը ըստ էության առաջին հերթին անտեսելով արևմտյան երկրներին ներգրավեց սիրիական իրադարձությունների։ Այսինքն այսօրվա մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը շատ տարբեր է մի քանի տարի առաջվա իրավիճակից։ Տևական դադարից հետո Թուրքիան միջազգային ուշադրության ու հանդիպումների կենտրոնում է կրկին։ Ստարմեր-Էրդողան հանդիպումը օրինակ նախատեսված էր բավական երկար ժամանակ, դիտարկվում է Անկարայում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համատեքստում։ Մանրամասնում է Նելի Մինասյանը։ 2 տարի լուրջ քննարկումներ էր ընթանում երկու կառավարությունների միջև զենքի կոնկրետ կործանիչների անգլիական կործանիչների տրամադրման հետ կապված, քանի որ նահանգներից ինչքան էլ որ նշեցին F-35-երի
ծրագրում Թուրքիային կրկին հետ վերադարձնելու մասին փաստացի ուղղությամբ քայլեր չկատարվեցին։ Վարչապետի այցը արդեն խորհրդանշեց այդ համաձայնությունը, կողմերը ստորագրեցին համաձայնագիր։ Իսկ Գերմանիա-Թուրքիա օրակարգը ավելի լայն է, կարծում է թուրքագետը, բացի երկկողմ բազմաշերտ հարաբերություններից։ Այստեղ չպետք է նաև բացառել մերձավոր արևելքը կրկին, Գազայի հատվածը։ Ստարմեր Մերց Ռոմի Պապն էլիմինացիանի գնահատմամբ Թուրքիայում կա դիվանագիտական ակտիվացում դիրքավորվում է բազմավեկտոր շփումներով։ Վերադառնալով Ռոմի Պապի նախատեսվող այցին, Գոչունյանը պատմում է. Նիկեայի առաջին տիեզերական ժողովը բացառիկ է իր նշանակությամբ։ Հայոց պատրիարքարան այցելությունը կարևոր։ Ընդգծում է, Թուրքիա այցելող ոչ մի Հռոմի Պապ չի շրջանցում Հայոց պատրիարքարանը։ Հովհաննես Պողոս II Պապը, Բենեդիկտոս Պապը, Ֆրանցիսկոս առաջին Պապը, Պոլսատորը Հայաստանի Արաքելական եկեղեցում նվիրապետական 4 աթոռներ են մինը։ Հայկական եկեղեցին քրիստոնեական ըստ էության եկեղեցիների մեջ հնագույններից է եւ տեսեք պատահական չէ, որ անգամ Երուսաղեմ բարձրաստիճան պաշտոնական այցերի ժամանակ կրկին հայկական եկեղեցի ուրեմն գնում են։ Օրերս էլ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ն էր հայկական եկեղեցում Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում։ 4 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման աշխատանքների եւ 16 մանկապարտեզի գույքով ապահովման նպատակով կհատկացվի 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար դրամ։ Նոյեմբերի 6-ի կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ որոշման նախագիծը։ Նախատեսվում է 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման եւ գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաեւ դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը կառավարության պահոստային ֆոնդից։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի ներկայումս շինաշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153-ը կառուցվող, 105-ը կապիտալ նորոգվող։ Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից բացի եւս 50 դպրոց, իսկ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը թվով 151 դպրոց, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը եւս 47 կառուցվող դպրոց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին դժգոհություն հայտնեց նորակառույց հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքի չօգտագործումից, խոսելով վերահսկողության դասալսումների անհրաժեշտության մասին։ Մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ, եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ, որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով, մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով, չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Ներկայացնելով մանկավարժների վարձատրության չափը վարչապետը շեշտեց 2025 թվականի սեպտեմբերի տվյալներով Հայաստանում 2118 ուսուցիչ ստանում է 300-ից 400 հազար դրամ։ Նոյեմբերի 8-ից մեկնարկում է ատեստավորման շրջանը, որին մասնակցության համար դիմել է ավելի քան 8000 հոգի, ինչը նշանակում է հունվարի արդյունքներով կլինեն աշխատավարձի չափի թարմացումներ։ Կառավարության նիստերում չկա այդպիսի բան ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ, ամեն ուսուցիչ կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը։ Հանրապետությունում 2 ուսուցիչ կա, որ որոշել են, որ իրանք պետք է ստանան 700 հազար դրամ եւ ավել աշխատավարձ, եւ ստանում են։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ համայնքային եւ պետական հողերը պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Զեկուցվող վերջին հարցն էլ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերի տրանս 4-ին գումար հատկացնելու մասին էր։ Կառավարության միջոցներից վերաբաշխում
կիրականացվի։ 22 միլիոն դրամ նախատեսում է տրամադրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարյան հյուսիսային հատվածի կառուցման նպատակով հողերի օտարման եւ տարաբնակեցման շրջանակներում ազդակիր հողամասերի տեղազնման գնահատման համար եւ 8.7 միլիոն դրամ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարյան հատվածի Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար։ 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ Ըստ փոխվարչապետի իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների պտուղներն առավել տեսանելի կլինեն 2027 թվականին։ Նիստի ընթացքում խոսվեց նաև շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներից, գործադիրի ղեկավարը նշեց, որ այստեղ եւս ավելացումներ են եղել։ Փաշինյանը նաև հանձնարարեց սեղմ ժամկետներում լուծել բոլոր թոշակառուների բացառապես անկանխիկ եղանակով թոշակ ստանալու հարցը։ Նինոզմինդայի մունիցիպալիտետում շարունակվում են քաղաքի բարեկարգման աշխատանքները։ Այս օրերին աշխատանքներ են տարվում Խոջապեկ թաղամասի Ղալաչա սրբավայրի տարածքում։ Ուրեմն այս տարի 8-ին 10-րդ ամիս տենդերը շահել է Օֆելիա Խանախյանը 81000 լարիով, մենք նախատեսենք 82000, մենք հաղթել է տենդերը եւ այդ այսպես կոչված Ղալաչան հայկական փողացի շարունակությունն է, այսինքն քաղաքը նորից կունենա նորից հանգստյան գոտի, բոլոր իր հարմարություններով աշխատանքներն ընթանում են, դեկորատիվ պատերով, խաղալիքներով, ջեմուղիներով, ամեն ինչ իր կարգին, այսինքն մեր ժողովուրդը եւս մի հանգստյան զոնա կավելանա իր հանգիստը վայելելու համար։ Աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ինչպես քաղաքապետարանի ծառայությունները, այնպես էլ տեղական բնակիչները։ Նրանք նշում են, որ տարիներ շարունակ սրբավայրի շրջակայքը պահանջում էր վերանորոգում եւ այժմ ուրախությամբ են հետևում փոփոխություններին։ Էլի ուրախացա Ղալաչան ոչ թե մենակ Խոջապեկցիների համար է սրբավայրը ես շուտով այլ ամբողջ շրջանի համար ես բազմիցս շատ կերտա, որովհետև ես քայլեմ ընդհանրապես շոտկով Ղալաչա կերտան դուքան տարբեր գյուղերի ներկայացուցիչ տեսել եմ որ եկել են մեծ մարդիկ մադախտին կուտեն խանեն ծանոթ կնեսեն իրենց համար է մենակ Խոջապեկցիներում ես հələ մեր ընտանիքով կամ իմ ընկերներուց հետ հələ մեր այդ տաղավարը նստած չունենք քեֆի Գնացել եմ միշտ սանի տեղ, տարբեր ուրիշ գյուղերի ներկայացուցիչները, չեմ գնացել էլ գնացեք որ այդպիսի բաներ։ Ղալաչա սրբավայրի բարեկարգումը ունի ոչ միայն գեղագիտական, այլև հոգևոր նշանակություն։ Այստեղ հաճախ են այցելում քաղաքի բնակիչները աղոթելու եւ հանգստանալու համար։ Նախատեսվում է, որ աշխատանքների ավարտից հետո տարածքը կդառնա ավելի հարմարավետ, մաքուր եւ կզարդարի Խոջապեկ թաղամասը դառնալով քաղաքային միջավայրի գեղեցիկ անկյուններից մեկը։ Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 եւ 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել 2 հոգու նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 եւ 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում Բաքում հսկող ոստիկանները նկատեցին, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից։ 45 փամփուշտով լիցքավորված Կալաշնիկովի ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց։ 5 անձ ձերբակալվելու ներկայացվել է նախաքննական մարմին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։